իսլամական կառավարվող երկրներում, հա, կան ուրբաթ օրվա քարոզը կենտրոնից է գնում։ Չի կարա, ասենք այդ իմամը կամ մոլան կարդա ուրիշ բան, եթե ուրիշ բան կարդա, նրանց աղոթքի մեծ աղոթքը ուրբաթ օրն է, դրան ձերբակալում են, տանում են ազգային անվտանգություն։ Այսքան աշխարհիկ իշխանություններն են թելադրում հոգևոր իշխանություններին։ Այո, կան իսլամական երկրներ, հիմա անունները չտանք, որ այդ ուրբաթ օրվա քարոզը բոլորը նույն քարոզը պետք է կարդան, կարան մի փոքր փոփոխություն անեն, թուղթը գնում է կենտրոնից, հիմա սրանք ուզում են այդ նույն մեթոդը մտցնեն Հայաստանում, այդ իսլամական ձևը, որ կլինի կիրակորեական այլ ծառայություններ թե բանակում, որպեսզի մեր քահանաները կառավարվեն կենտրոնից։ Մարդը, որ ասում է մեղադրում է մեկին, որ ԱԱԾ-ի գործակալ է, հիմա ինքը ուզում է դրանց կոչումներ տա, պաշտոններ տա, աստղներ տա, այսինքն անում է բաներ, որ մեկը մյուսին հակասում է։ Եվ ասում եմ, ջնջել ազգային հիշողությունը, չթողել զինվորներին շփվեն այդ քահանաների հետ եւ չգիտենք տանել թուրքացման, իսլամացման ու կառավարվող քարոզ։ Հիմա եթե իրանց ուզած քահանաները կգան այդտեղ կհամաձայնվեն եւ նրանք կսկսեն կյանքի խոսք քարոզել, մի թղթով բոլորը միաժամանակ Կիրակի օր կլինի, թե ինչ օր կլինի, կսկսեն կյանքի խոսք քարոզել, ուրեմն կյանքի խոսք են քարոզելու, այսինքն կամաց փոխելու են Հայ առաքելական կրոնը վերածելու են ինչ-որ զավեշտի։ Այո, ինչ-որ մի զավեշտի, ինչ-որ մի կառավարվող կրոնի, մի նոր կրոն։ Աղանդ ես կասեի ավելի շուտ։ Այո, աղանդ։ Փաշինյանի աղանդը, հայ, այդպես են ներկայացնում։ Փաշինյանի վկաները։